Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հյուրընկալվելու համար։ Արդյոք խաղաղությունը այլևս իրողություն է, Փաշինյանը այդպես է պնդում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն մենք Ադրբեջանից կարողանում ենք բենզին գնել եւ հույս ունեն, որ շարունակական է լինելու։ Այս առևտուրը Ադրբեջանի հետ արդյոք ցուցիչ է, որ մենք խաղաղության ենք հասնելու եւ արդյոք դուք դիտարկում եք այն Ադրբեջանից որպես ընդառաջ քայլ խաղաղությանը միտված։ Գիտեք, այնպես չի, որ մենք բենզինի խիստ կարիք ունենք կամ ասենք Ադրբեջանից եկած բենզինի ինչ-որ շատ լուրջ խնդիրներ է լուծելու Հայաստանում եւ սա դիտարկենք որպես Հայաստանին ուղղված ձեռք կամ աջակցություն կամ բարեկամական ինչ-որ բան։ Ոչ, սա ընդամենը հերթական PR շոուն է եւ կոնկրետ ինչ-որ սեգմենտի համար, այսպես ցուցադրելու ուղենիշ, որ տեսեք, այ մենք Ադրբեջանի հետ սկսում ենք առևտուր անել։ Այդ դուք Ադրբեջանի հետ առևտուր սկսել եք անել դեռևս 2018 թվականից առաջ, երբ որ պայմանավորվեցիք դրսից այստեղ իշխանապողություն անել։ Եվ դուք շարունակեցիք այդ առևտուրը անել մինչև Արցախի վերջնական հանգումը։ Դուք այ հիմա էլ է առևտուր կնում, երբ որ այսպես հագայեկեղեցական շարժումներ են փորձում ձևավորել, աղանդավորական պատարակներ իրականացնել, հետևաբար սա բացարձակապես որևէ բանի ցուցիչ չի։ Սա ավելի շատ արվում է, որպեսզի 2026 թվականի ընտրությունների ընդառաջ փորձեն ինչ-որ կերպ ցույց տալ, որ Փաշինյանը այ գործ է անում, խաղաղություն է բերում, չգիտեմ, 4-րդ կարգի ցորեն բերեց կամ էժան բենզին բերեց, որը պրեմիում դասի չէր, բայց որպես պրեմիում դասի վաճառեցին ժողովրդի վրա։ Տեսեք, վերջին օրերին մենք շատ մասնագետների կարծիք լսեցինք, ովքեր փաստեցին, համոզեցին, որ Ադրբեջանը ինքը չի կարող է երբևէ պրեմիում դասի բենզին չի արտադրել։ Այսինքն սա ես չգիտեմ ինչ որակի բենզին է եւ չեմ էլ կարծում, որ այս բենզինը տալով Ադրբեջանը ինչ-որ լավություն է արել, որովհետեւ գուցե իրականում այդ բենզինի գինը շատ ավելի էժան է, քան այսօր դեռ վաճառում են կոնկրետ մարդու լծակայաններում։ Այսինքն այդ մասին որևէ մեկը ոչ ոք չգիտի, որևէ մեկը որևէ ստուգում չի անցկացրել եւ չի էլ կարող անցկացնել։ Տեսեք, 2026-ից ընդառաջ Փաշինյանին պետք է ինչ-որ բաներ ցույց տալ, որպեսզի ինքը կարողանա թմկահարի։ Իր ասած այսպես կոչված խաղաղությունը որպես այդպեսին չի կարող լինել, իր առհասարակ 2021 թվականին տված ոչ մի խոստում չի կատարվել, հակառակն է արվել։ Այս ընթացքում ինքը տեսեք այնքան խղճուկ վիճակում է հայտնվել, որ Տավուշի մարզում որոշակի տարածքներ զիջելուց հետո ինչ որ մի անհասկանալի պատ շահելուց հետո հիմա արդեն փորձում է այդ պատի մոտ PR-վել, թե սա է խաղաղությունը։ Խաղաղությունը չի կարող պատի տեսքով լինել։ Խաղաղությունը առաջի հերթին այ իր միջազգային հարթակներում կեցվածքով պետք է արտահայտվեր։ Իսկ մենք այսօր տեսնում ենք ինչպիսի խեղճացած վիճակ ունի հենց նույն Ալիևի առաջ։ Այ տեսեք մի հետաքրքիր փաստ էլ ֆիքսենք, արդեն 2 տարուց ավել է Մարգարայում հայկական կողմը կառուցել էր մաքսային անցակիր եւ հակառակ կողմը ոչինչ չէր արել։ Միայն մի 2-3 օր առաջ է, որ այնտեղ սկսել է տեխնիկա հայտնվել, ինչ որ հարթեսման աշխատանքներ են անում։ Հիմա դա վատ է։ Նախ Էդուարդն ասել է, որ խորհրդանշական քայլեր է լինելու տարվա սկզբին։ Մենք չգիտենք ինչի համար են դա անելու։ Եվ արդյոք այդ ճանապարհը եթե բացվեց, դրանից մենք շահելու ենք, թե չենք շահելու։ Մինչ այդ մենք գիտենք խոսակցություններ կար, որ այդ ճանապարհը բացվելու էր միայն երրորդ երկրների համար, այսինքն տվյալ դեպքում Ադրբեջանի համար, ոչ թե Հայաստանի Հանրապետության համար։ Եվ տեսեք միայն ինչ որ բան ցուցադրելով չի, չէ, այսինքն մենք պետք է ժողովուրդը առաջի հերթին պետք է իր վրա զգա նաև այդ ամեն ինչ փոփոխությունը։ Այս դեպքում իրենք ընդամենը շոուներ են անում, այդ երբ դուք հարց եք տալիս, ասում եք խաղաղությունն այլևս օրակարգ է, ես հիշեցի, որ Փաշինյանն այդպես է ձևակերպել։ Ես հիշեցի, որ վաղուց պետք է Գյումրին վերածված լիներ չոր նավահանգիստի, բայց այդպես էլ չհասկացանք ինչ է չոր նավահանգիստը, այդպես էլ այդ նավահանգիստը մենք չտեսանք։ Նույն հաջողությամբ, չգիտեմ, ժամանակին մեքենաներ էին արտադրում, հատուկ գազապալոնների գործարաններ էին դրել եւ առհասարակ ներդրումներն էր անձրևի պես թափվելու, բայց արդյունքում մենք ոչինչ չտեսանք։ Հայկական հերոստացույցներ դուք նկատեցիք այդ հերոստացույցը որևէ տեղ կան դրանք վաճառքի։ Իրականում սրանք հասկանում եք ֆեյք են։ Իրենց գործողությունները ամբողջովին ֆեյք է։ Այ
տարիներ շարունակ 2023-ից կարծեմ մի քիչ ավելի շուտ ու դերևս 2018-ից Շիրակի մարզում անընդհատ խոստանում էր, որ այս է ձեր համար կկառուցենք կապսի ջրամբար, որը Շիրակի մարզի գյուղատնտեսության համար մեծ օգուտներ կբերի եւ այլն, բայց իրականում այդպես էլ չկառուցվեց այդ ջրամբարը։ Հա մի քանի հատ տրոշ դրեցին, մի քանի չինացի բերեցին, այս տարիների ընթացքում այնտեղ ապրեցին, գուցե ինչ-որ բան արեցին, չարեցին, բայց արդյունքում չկառուցվեց եւ մի քանի օր առաջ մենք իմացանք, որ արդեն խնդիրներ կա ու ոնց որ թե չի կառուցվում, բայց իրականում ինքը եթե ուզում է Շիրակի մարզում ջրային ռեսուրսները նորմալ տիրապետել, առաջերտին ինքը Արփալեջի հատվածում պետք է կարողանալ այդ պատնեշները վերականգնել, որ ջրի արդարացում չլիներ, ինչպես իրենք պաշտոնապես ասում են։ Ես ես ավելին ասեմ, Ախուրյանի ջրամբարը 2018 թվականից հետո նորմալ չի լցվել երբեք։ Եղել են այս ընթացքում նաև տարիներ, որ այդ ջրամբարը, այդ լիճը վերածվել է գետի։ Ու ավելին ասեմ, հակառակ կողմից շատ ավելի մեծ ծավալներով են թուրքերը այդ ջրից օգտվում, քան հայկական կողմը։ Եթե դու այդքան շատ ես մտածում Շիրակի մարզի ջրամբարների մասին, դու գոնե վերակառուցեիր օրինակ Կառնուտի ջրամբարը, վերակառուցեիր Հոռոմի ջրամբարը, այսինքն դու հələ այն եղածը դու պահպաներ, ոչ թե այսպիսի fake շատ բարձրագույն այսպես բաներ խոստանայր բարձրագույն ու արդյունքում ոչինչ չարվեր։ Դուք ասում եք այս ամեն ինչը արվում է որպես PR ակցիա եւ հասարակության որոշ սեգմենտի վրա ազդելու համար, բայց տեղեկություններ կան, որ այդ բենզինը շատ արագ վաճառվում է եւ իդեպ այն պրեմիում որակի բենզին է, ոչ բոլորը կարող են օգտվել, բայց փաստացի շատ արագ սպառվել է։ Իսկ ով է կարողանում հաստատել, որ դա պրեմիում է, իսկ ով գիտի դա շատ արագ սպառվել է, դա չի սպառվել։ Համենայն դեպս օրինակ ես չեմ տեսել, որ որևէ լծակայանի մոտ հերթեր առաջանար այդ բենզինի պատճառով։ Եվ հետո դա նորից կրկնենք, դա ցուցիչ չի։ Այդ բենզինը ինչ որ ցուցիչ չի։ Կամ սա ավելի շատ այդ բենզինի մասին, երբ որ խոսում են, ես որպես հայ մարդ վիրավորվում եմ։ Որովհետև մեզ ինչ են առաջարկում, հա, հայրենիքը փոխենք 90 դրամ տարբերությամբ բենզինի հետ։ Ավելի ստորացուցիչ բան կարող է ասել։ Չեք չափազանցեցնում։ Ինչը։ Որ ասում եք հայրենիքը փոխենք։ Մենք այդ բենզինի համար ինչից ենք հրաժարվել։ Հազարավոր տղաների կյանքից, 120,000 մարդկանց վերադարձից, 400-ից ավելի եկեղեցիներից, գերեզմանատներից, մեր արմատներից, այսինքն մենք մեր սրբությունները փաստորեն այդքան էժան էին, հա։ Դա փաստացի է ստացվում։ Որովհետև եթե քեզ պարտադրում են օրինակ Սյունիքի մարզ տալ, Մեղրի տալ, փոխարենը էժան բենզին տալ։ Կոպիտ ասած մարդկանց իշի տեղ են տնում։ Այսինքն որովհետև միայն աննորմալը կարող է գնալ նմանատիպ էժան փոփոխությունների։ Հիմա դու կարծում եք սա շարունակական կլինի եւ նոր ապրանքներ կգան։ Անկեղծ ասեմ, միջև հերթական ընտրությունների ժամանակ ընտրությունների քարոզարշավը վերջը գուցե բազմաթիվ խնդիրներ եւ բազմաթիվ այսպես հարցեր լուծեն թուրքական կողմերը, երկու թուրքական պետությունները Նիկոլ Փաշինյանի համար։ Ես դրանից չեմ զարմանում։ Բացարձակապես չեմ զարմանում, բայց այստեղ միայն մենք չենք ապրելու, չէ՞, առաջիկա 6-7 ամսով մենք դրանից հետո էլ ենք շարունակելու ապրել։ Այ մենք պետք է հասկանանք շարունակությունն ինչ կլինի։ Եվ հետևաբար մենք չպետք է էժան մանիպուլյացիաների հետևից գնանք։ Նույն վերադառնանք 2021 թվականի նախընտրական տարի։ Հիշում եք ինչ բարձրագույն, այսպես բարձրագույն խոստումներ կար։ Հադրութ էին ազատագրում, Շուշի էին ազատագրում, կառավարության ծրագրի մեջ Արցախին նվիրված մի ամբողջական գլուխ կար։ Այ այդտեղից գոնե մի կետ կատարվեց։ Խաբեություն է, չէ, իրականում այդ ամեն ինչը խաբեություն էր եւ հիմա այստեղ լավ, ասենք նստենք ուրախանանք, որ Ադրբեջանից բենզին է եկել, հա։ Հետո ինչ։ Կարծում եք ընտրություններից առավել եւս որ աշխարհը գնում է էլեկտրական մեքենաների, այսօր Երևանում էլ լիքն են էլեկտրական մեքենաների։ Հիմա մենք այդ բենզինով պետք է խափնենք։ Հասկանում եք, սա դե հարցը բենզինը չէ, հարցը առևտուրն է, որ Ադրբեջանի հետ պետք է իրականացվի, որ եթե խաղաղությունը նաև առևտուրն է զարգանում։ Լավ, մենք առևտուրը զարգացնելու համար մենք Ադրբեջանին ինչ ենք վաճառելու։ Այ օրինակ Ադրբեջանը ինչ-որ բան մեզնից գնելու է, որ մեր տնտեսությունը զարգանա։ Փաշինյանն ասում է, այո, արտահանելու ենք ապրանքները։ Ինչ է արտահանելու։ Դու կարծում եք այնտեղ քաղաքական ոչխար չունի, որ արդեն արտահան է։ Հազիվ իր եղած ոչխարները բավականացնեն իր ցուցակի համար։ Ինչ է արտահանելու ինքը Ադրբեջանը։
Ադրբեջանը մեզանից ուզում է հայ զինվորի օրգաններ, որովհետեւ տանի Իսրայելում վաճառի։ Դա են կար դա անելու։ Դա արդեն 20 թվականին անել ենք։ Այսինքն, այստեղ հասկանում եք զուտ աբսուրդ է։ Այս ամենը ինչ աշխատում է Փաշինյանի օգտին ընտրություններից առաջ։ Գիտեք, Փաշինյանի օգտին միանշանակ կարող է աշխատել, որովհետև Հայաստանում դեռևս կա ինչ-որ մի սեգմենտ, որը իրեն հավատում է, վստահում է եւ դա միշտ կլինի։ Նույնիսկ Փաշինյանը հետո չլինի, գուցե ասենք մի 5% կամ 10% մշտապես լինի, ով կարոտախտով հիշին Իգոր Փաշինյանին։ Եվ սա նորմալ է, սա մշտապես է լինում։ Բայց այստեղ այս խնդիրը նաև գիտեք ինչու՞մ է, որ ինքը կարողանում է այդպիսի բենզինը օրակարգ գծի եւ այդ օրակարգի շրջանակներում կարողանա մեզ նաև շեղի բուն խնդիրներից։ Այստեղ սա է խնդիրը։ Տեսեք այդ նույն լավ մենք վերադարձանք այսօր մենք քննարկում ենք բենզինը հիմնականում վերջին օրերին ամբողջ Հայաստանի հանրային դաշտը զբաղված է բենզինի քննարկմամբ, բայց մենք մի բան մոռացել ենք, որ ամեն վայրկյան խնդիր կա մեր Սուրբ Էջմիածնում։ Ամեն վայրկյան դա կարող է ենթարկվի կներեք Պարիս համար, բայց այն բաշի բոզոգների արշավանքներին։ Մենք մոռանում ենք, թե ինչ է կախված Սյունիքում մեր գլխին։ Այսինքն ինքը կարողանում է այսպես էժան բաներով մեզ շեղել նաև բուն օրակարգից։ Այստեղ մեր համար թիվ 1 օրակարգը պետք է լինի մեկը։ Եթե ուզում ենք լավ առևտուր անենք, եթե ուզում ենք լավ ապրենք, եթե ուզում ենք արժանապատվություն, պետություն ունենալ, առաջի քայլը պետք է անենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Դրանից հետո նոր արդեն մնացած քայլերը նստենք մտածենք, որն է մեզ ավելի օգտակար։ Դե այսօր Փաշինյանը գրել էր ժամանակ չունեմ, պետք է գործեմ անշտաբ։ Շատերը վերագրեցին դա, որ եկեղեցուն է վերաբերում։ Գուցե, որովհետև այսօր ինքը նախ վերջի տարիներին այսպես ասած, իր մեծամտությունը կոտրած իրավիճակը ինքը միայն եկեղեցու հանդեպ այս արշավանքներում է ստացել։ Ինքը եկոնե 2 անգամ, մինիմում 2 անգամ իր շատ շռնդալից ապտակի կերել։ Եվ գիտենալով նաև իր այդ սևեռվելու բնավորությունը, ես կարծում եմ, որ ինքը կարող է ամեն տեսակի ստորությունների գնալ եկեղեցու հանդեպ, հետևաբար այ պետք է զգոն լինենք, ոչ թե քննարկենք օրինակ հայտնի օլիգարխը ինչքան շահույթ ստացավ կամ ինչ դրեց, որպեսզի այդ բենզինը ստանար, մենք ավելի շատ այստեղ պետք է մտածենք։ Ինչպես զգոն լինել եւ ինչ պետք է անել։ Առաջի հերթին հնարավորինս լինել եկեղեցու կողքին։ Օնե շաբաթվա մեջ մեկ անգամ գնալ պատարակ, շփվել հնարավորինս շատ քահանաների հետ եւ ամենակարևորը նաեւ փորձել մեր միջև եղած անհաշտությունները լուծել յուրաքանչյուրը իր կողմից։ Այ մենք այսօր կանգնած ենք այն իրավիճակի մեջ, որ մեզ համար մեծ ճոխություն կլինի, մեծ շռայլություն կլինի, եթե մենք սկսենք մեկս մյուսից այդ խնդիր ստեղծել։ Որովհետեւ մենք ցավոք սրտի այլևս ժամանակ չունենք։ Մեր համար ընդամենը այս ճակատամարտում մնացել է մեկ անառիկ ամրոց, որը չի ընկել։ Եվ դա մեր Սուրբ Եկեղեցին է, եւ մենք ամեն կերպ պետք է այդ ամրոցը պահենք։ Հակառակ դեպքում մենք բոլորս կմնանք այդ ամրոցի փլատակների տակ։ Իսկ այստեղ ով ինչ անի, յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա ինչ կարող է անել։ Ու ինքը դա պետք է անի ոչ թե ինչ որ մեկին ցույց տալու համար կամ ինչ որ բան դրանից շահելու համար, չէ, մենք այստեղ ոչ մեկից այլևս ոչինչ չունենք ցուցադրելու։ Եվ ցավոք սերտի որևէ բան շահելու է իրավունք չունենք, հնարավորություն չունենք, ընդամենը մեկ բան կա, որ մենք կարող ենք շահել։ Մեր pedagogical շարունակությունը։ Իսկ դրա համար շատ զգոնություն է պետք։ Բոլորին սկսած են հասուն քաղաքական կոզիչից վերջացրած են ամենասովորական շարքային վարպետից։ Հիմա դեկտեմբերի 18-ին, երբ 10 եպիսկոպոսները գնացին եւ պահանջեցին, որ վեհապարը գնահանգստի, հետո էլ ասացին, որ մայրաթոռ են գալու։ Այդ օրը ինչ օր էր, ինչ ցույց տվեց դա։ Դա բավականին լուրջ փեգում էր։ Միանշանակ դա ցույց տվեց, որ նույնիսկ առանձնապես ոչ մեծ կազմակերպչական ջանքերի արդյունքում մեր հասարակությունը, մեր ժողովուրդը կարողացավ եկեղեցին անառիկ պահել։ Դա ցույց տվեց նաև մյուս կողմի սրբապիղծ լինելու բոլոր տեսակի հնարավորությունները, որովհետև ասենք ինչքան տհաճ է, չէ՞ որ ոչ սա վիճակում կանգնել էին կաթողիկոսների գերեզմանների վրա, հայում էին եկեղեցու ներսում։ Հասկանում եք, նման բաների համար ժամանակին եկեղեցու ներսում էլ էին հայում։ Դետրների մտեսանք, այո։ Այսինքն նման երևույթները ժամանակին մեր հասարակությունը կպատկերացնենք, ասենք մի 10 տարի առաջ որևէ մեկը համարձակվեր եկեղեցու ներսում հայոյան քնչրսաշ։
ինչ կլիներ իր հետ։ Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, որովհետև եթե պատկերացրեցի միանգամից, չգիտեմ, բռնության կոչով կգան հետևներիցս կտանեն։ Բայց արդեն ուր ենք եկի հասես, այս պապաղձությունը ուր է եկի հասել։ Եվ այդտեղ նաև այդ հստակ երևաց փաշինյանական աղանդի խղճուկ լինելը։ Ոչ մարտաշատ լինելը եւ նաեւ այդ ոչ մարտաշատ լինելու պայմաններում նաեւ ասում եմ դա իրենց ակցիա չէ, որ խղճուկությունը շատ լինեին, եպիսկոպոսները որոշել էին գնային հայտարարություն անեին։ Ինչ է, սպասում եք մեծ թվով աջակիցներ Փաշինյանի։ Փաշինյանն էլ չկար։ ահա դե չգնաց, որովհետեւ ավելի կխայտարակվեր։ Չէ, ինքը հասկանում եք ինքը Ասում են իդեպ եպիսկոպոսների համար եւս անակնկալ է եղել եւ նրանք վերջին օրերին շատ пассивացել են եւ հետ նահանջ են անում։ Տեսնում են, որ հանրային աջակցություն չկա։ Իրենք Միգուցե այո։ Դա իրանց սխալն է։ Իրենք ընդամենը սպայն ունեն մեկ ճանապարհ զղջալ։ Ու ինչքան շուտ զղջան, այնքան ավելի լավ իրենց համար։ Այդ մարդիկ ուղղակի արդեն պետք է գնան զղջան եւ իրենք պետք է նաեւ մտածեն այնպիսի քայլեր անեն, որպեսզի եկեղեցին առաջի հերթին եկեղեցին իրենց ների։ Այստեղ Տեսեք, մի քանի անգամ առիթ եղել է, մենք խոսել ենք, այո, հայ առաքելական եկեղեցին մի պատ է, որտեղ Փաշինյանը իշքան է գլխով խփի, մենակ իր գլուխն է ճակելու։ Այդ պատին ոչինչ չի լինելու։ Եվ ամեն անգամ եկեղեցու վրա հարցակվելուց ինքը իր գերեզմանն է փորում։ Ամեն անգամ մի 10 սանտիմետր ավելի իջնում է։ Բայց նրան չի հաջողվել որոշ բաների հասնել։ Բացարձակապես ոչ մի բանի չի ասա։ Հասել է մի շատ կարևոր բանի, եկեղեցին մաքրվել է։ Այդ նույն եպիսկոպոսները նրանք ովքեր էին, մարդիկ ում շուրջ տարիներ շարունակ եկեղեցուն վարկաբեկելու այսպես քարոզներ կառուցվում։ Բայց միգուցե անտեսանելի գործընթացներ կան, որոնք հետո ի հայտ կգան։ Օրինակ 10 եպիսկոպոսներն էլ միանգամից մեկ էլ հայտարարություն արեցին, մինչև այդ կարծես թե բոլորը դեմ էին գործընթացին։ Բայց այս դեպքում մենք պետք է ապավինենք մեր վեհապարի վեհությանը, ինչը մենք այս ընթացքում նաև շատ տեսանք, շատ բաներ կար, որ մեր համար գուցե այդ պայնը ընկալելի չէր, բայց պարզվեց, որ ճիշտն է հենց դա էր։ Թեկուզ չիջնել այս աղանդավորի մագարտակին եւ չսկսել նրա փամփասանքներին պատասխանել։ Շատ կարևոր բան է։ Հենց դրանով էր նաեւ այդ եկեղեցու եւ վեհապարի վեհությունը եւ հիմա որ մենք նայում ենք, մենք ինչ ենք տեսնում, օր-օրի եկեղեցու տերը, օր-օրի եկեղեցու նկատմամբ հավատը մեծանում է եւ հագարակը տեղի ունենում մյուս ճամբարում աղանդավորների մոտ։ Եվ ես վստահ եմ, որ առաջիկայում ավելի շատ է լինելու։ Այստեղ էլ շատ կարևոր հանգամանք կա, որ մենք բոլորս էլ պետք է միախմբված լինենք եկեղեցու շուրջ։ Եվ ոչ թե պետք է ինքնակորձունեությամբ զբաղվենք, այլ մենք պետք է ուղղակի հետևենք մեր վեհապարի հորդորներին, մեր վեհապարի կոչերին եւ կարողանանք, ինչպես նշեցինք, այդ անարի կամրոցը պահել, որովհետեւ մեր միակ փրկությունը այդտեղ է։ Մենք ես առիթ ունեցել եմ ճիշտ ասած այդ մասին այսօր էլի ասել, բայց սիրով ձեր հետերում եմ ուզում կրկնել։ 2018-ից հետո մենք 3 սահմանի վրա ենք հարձակում ունեցել։ Մեր համար կարևոր 3 սահման է եղել։ Առաջինը դա մեր անվտանգության սահմանն էր, որը սկսում էր Ջրականից։ Ու ցավոք սրտի մենք այդքան էլ պարզ չպատկերացրեցինք եւ արդյունքում մենք կորցրեցինք ամբողջովին մեր անվտանգությունը։ Երկրորդ սահմանը մեր համար գոնե իմ համար Գյումրին էր որպես մշակութային սահման։ Ու մենք տեսնում ենք ամբողջ 25 թվականի ընթացքում ինչպիսի հարձակումներ եղավ Գյումրիում եւ ինչպես փորձվեց այնտեղ քաղաքի մթնոլորտը կոտրել, որովհետեւ այդ մթնոլորտը ինքը միշտ է սպրվել ամբողջ Հայաստանի վրա։ Եվ երրորդ ամենակարևորը մեր հավատքի սահմանն է, որը Սուրբ Էջմիածնն է։ Այստեղ մենք բացարձակապես իրավունք չունենք երկնչելու եւ թեկուզ մի բան մտածելու։ Անհրաժեշտության դեպքում նաև ինքնազոհ պետք է։ Որովհետև եթե այդ վերջին երրորդ սահմանը հանգավ, մենք այլևս հնարավորություն չենք ունենա։ Այդ վերջին սահմանը ո՞րն է, որ ուժով հանեն վեհապարին այնտեղից։ Դա չի նշանակում, որ եկեղեցուն հաղթեց։ Չէ, նկատի ունեմ, երբ ասում եք պետք է պայքարենք, նկատի ունեք թույլ չպետք է տանք, ինչպես օրինակ մեր Գյումրիում դեռևս դեկտեմբերի 7-ին օրինակը շատ լավ ցույց ինչպիսի արհամարանքով իրան դիմավորեցին կամ չդիմավորեցին եւ ինչպիսի արհամարանքով ճանապարհեցին, վերջում էլ մի հատ օտա փոխեցին, դիզինֆեկցիա երեցին, որ այդ ամբողջ տեսակի վիրուսներից բզնեն։ Այդ նույն ձևը վաղը մյուսը ես ակնկալում եմ, որ Գառնիում անեն։ Եվ շատ կարևոր է որ անեն։ Նույնը մյուս տեղերում պետք է լինի, այսինքն մեր եկեղեցին, մեր հոգևորականը երբեք իրեն մենակ չպետք է զգա։
Բայց մենք չենք կարող նկատելու չտալ, որ Փաստորեն Փաշինյանին հաջողվում է գնալ որոշ եկեղեցիներ եւ հաջողվում են հասնել նրան, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը զեղչվի։ Կան հոգեվորականներ, որոնք համաձայն են դա անել։ Սա արդեն չի խոսում եկեղեցու մեջ խնդիրների մասին կամ հնարավոր զարգացումների մասին։ Հարյուրավոր հոգեվորականների մեջ մի քանի հոգեվորականը դա ոչ մի բան չի փոխում, ընդհանրապես ինքը մաքրում է այդ եկեղեցին։ Նույն տասնյակ եպիսկոպոսների մեջ 10 եպիսկոպոսի վարկագիծը ոչինչ չփոխեց, առավել եւս մաքրեց եկեղեցին։ Այ մենք հասկանում եմ ես ձեր մտահոգությունները, բայց պատկերացրեք այդ 1-2 հոգին իրենք առավել ոչինչ չեն փոխելու, բայց իհարկե մենք բոլորս պետք է ցկտենք, որ այդ 1-2 հոգին էլ չլինի։ Սա է խնդիրը։ Մենք ուղղակի պետք է անսասան կերպով կանգնենք մեր հավատքի կողքը։ Դուք կարծում եք բավարար չափի աջակցություն եղավ այդ օրը, դեկտեմբերի 18-ին Մայրաթոռում։ Կարծում եմ, հասարակության կողմից, ոչ թե քաղաքական ուժերի։ Դե այստեղ է արդեն քաղաքականության խնդիր ընդհանրապես չկա, այստեղ զուտ ցանկացած մեկը ով կանգնում է եկեղեցու կողքին, ինքը կանգնելու է որպես հայ ավադավոր, ոչ թե քաղաքական գործիչ։ Ու ավելին ինքը այդտեղ կանգնելով ընդհանրապես քաղաքական որևէ դիվիդենդի ակնկալիք չպետք է ունենա։ Պետք է ուղղակի որպես հայ ավադավոր կանգնի։ Իսկ անհրաժեշտ բավարար քանակությամբ աջակցությունը եկեղեցին ուներ եւ անհրաժեշտության դեպքում ել ավելին կունենար։ Սա իմ կարծիքով իսկապես այն սահմանն է, այն պատն է, որտեղ Փաշինյանը գլխով կխփի ու վերջնականապես կգնի իր այդ փորած փոսը։ Ուրիշ ոչինչ։ Անում են ամենը մեկ բան կանգնել մեր եկեղեցու կողքին։ Իսկ այն մարդիկ, ովքեր եպիսկոպոսներին էին միացել, ինչ կասեք իրենց մասին։ Տատս մի լավ խոսք ուներ, ասում էր գյուղ չկա, որ շունչ լինի։ Իրենց իրավունքն է։ Յուրաքանչյուրը այս աշխարհում իրեք ուզենք թե չուզենք միշտ կա պատասխանատվության ինստիտուտ։ Դու միշտ էլ քո արածի եւ չարածի համար պատասխան ես տալու։ Երկրի վրա կամ երկնքում։ Կարևոր չի, թող յուրաքանչյուրը մտածի իր պատասխանատվության մասին։ Թող յուրաքանչյուրը իր մտքում ունենա նաեւ Մելիք Ֆրանկուլի գերեզմանը եւ օրինակը։ Ցավոք սերտի մեր ժամանակներում այդ ֆրանկուլներն ավելի շատ էին, բայց արդեն իրենց խնդիրն է, թող իրենք մտածեն, թե ինչպես են իրենց հիշելու, ինչպես են իրենք պատասխան տալու։ Բոլոր դեպքերում իմ համար դեկտեմբերի 18-ը ինքը շատ կարևոր բեգում էր հայ ազգային ազատագրական պայքարի ճանապարհում։ Ես այդպես եմ գնահատում։ Ինքը շատ լուրջ բեգում էր, որին հաջորդելու են նաև ավելի, այսպես երևացող հաղթանակներ եւ հաջողություններ։ Կարծում եք անակնկալ էր իշխանության համար։ Կարծում եմ, այո։ Որոշվեց, որ արդեն վերջնական հունիսի 7-ին լինելու է ընտրություններ, փաստորեն կես տարի է մնացել, ինչ պետք է անի ընդդիմությունը։ Փաշինյանը լավ պատրաստվում է, օրակարգ է ձևավորել, ամեն օր քարոզում է այդ մասին, բացի այդ նաև 7-8 ժամով ժողովներ են անում, ցուցակներ են կազմում։ Ընդդիմությունը ձեր գնահատմամբ որքանով է ակտիվ աշխատում։ Գիտեք, մենք նախ խնդիր ունենք հստակեցնելու որն է ընդդիմությունը։ Նախ մենք պետք է ընդդիմության համար ունենանք հստակ կանոններ, թե որը կարելի է համարել իրական ընդդիմությունը ինքը ոչ թե սպասի հունիսի 7-ին, ինքը պետք է աշխատի օր առաջ ազատվելու մասին եւ ինքը պետք է կարողանա օր առաջ ճիշտ համախմբվել եւ ճիշտ գործողությունների արդյունքում հասնել այնպիսի մի իրավիճակի, որ ընտրությունները լինեն առանց նրանց։ Այսօրվա կառավարությունների ընդդիմության կանալը ինքը չգիտեմ, առավել եւս այս իրավիճակում ինքը որևէ բան չի փոխվել։ Դրան հասնելու համար պետք է փողոցային պայքար, մարդկանց համախմբել։ Իհարկե, նաև կան ընտրությունները, որ կանում ենք մարդկանց չենք համախմբվում, որ ընտրությունների մասնակցենք, որ եկեք ավելի շուտ սկսենք համախմբվել։ Մենք ընտրությունները կանանք Նիկոլ Փաշինյանը, լավ, ինչ անենք։ Նախ այդ հարցի պատասխանը պետք է իմանանք։ Գնանք այն հույսով, որ մենք ընտրություններում կկարողանանք ավելի շատ ձայն հավաքել ու Փաշինյանն էլ դուրս կգա կշնորհավորի, հա կսեղմի ինչ-որ մեկի ձեռքը, պատկերացնում եք նման բան հնարավոր է։ Ես ավելի շուտ կհավատամ, որ Ալիևը մի օր առավոտ քնից կզարթնի, Արցախը կվերադարձնի մեզ, քան թե Նիկոլ Փաշինյանը ընտրություններով իշխանություն կդա։ Անհնարին է։ Այսինքն պարտվելու է ընդդիմությունը ընտրություններում։ Նախ մենք երբեք չպետք է մեր խնդիրը որն էր այս վերջի տարիներին, մենք անընդհատ եղել ենք իր թելադրած օրակարգում։ Չի կարելի իր օրակարգում իր դեմ ինչ անենք։
Հասկանում եք, այ խնդրեմը ստեղ է, ինչ դեմ մենք իր օրակարգում։ Երբ որ չգիտեմ, ոնց որ մարդու հետ նստես թախտախաղ խաղաս ու այդ մարդը յուրաքանչյուր անգամ երբ որ պարտվելու լինի, ինքը խաղի կանոններ փոխի եւ արդյունքում միշտ ինքը հաղթի։ Հիմա մենք այս դեպքում նաեւ ոչ միայն ինքն է արդեն խաղի կանոններ փոխել, մենք տեսնում ենք, որ ընդրությունների հետ կապված արևմուտքն էլ է խաղի կանոններ փոխել, չէ՞։ Մենք տեսանք նաեւ աջակցությունները, այո։ Այսինքն այս դեպքում մենք կնանք ինչ անենք։ Հա, ընդրությունները շատ լավ բան է, բայց այդ ընդրությունները պետք է լինի առանց սրանց։ Հիմա կա Հայաստանում հիբրիդային պատերազմ, որի դեմ պայքարում է ով քեզ։ Արևմուտքը։ Հայաստանում վաղուց կա հիբրիդային պատերազմ, որը իրականացվում է հենց Արևմուտքի կողմից։ Եվ բնականաբար իրենք իրենց դեմ չեն կարող իրականացնում նրանք։ Ինչպես տարիներ առաջ սկսեցին մտնել օրինակ մեր ընտանիքներ եւ սկսեցին տարբեր գենդերային քարոզներ իրականացնել, ինչպես մարդու իրավունքների անվան տակ սկսեցին տարբեր այլանդակություններ իրականացնել, ինչպես կոռուպցիայի անվան տակ Հայաստանում հեղափոխություններ ու իշխանափոխություններ ֆինանսավորել, ինչպես օրինակ Արցախը հանձնել, այսինքն այդ դրանք էին հիբրիդային պատերազմների արդյունքները։ Այսինքն այսօր այդ հիբրիդային պատերազմների արդյունքում հասարակությունը հասել է նաև դեգրադացման մի փուլում, որտեղ խնդիր կա նույն հետ բերելու։ Այսինքն գիշեր ցերեկը մեր մոտ ինչ է տեղի ունենում։ Կոնկրետ մեդիա տերոր, չէ՞։ Մարդկանց գլխներին արդեն այնքան բան են լսում, մարդիկ սկսել են խառնել, որն է ճիշտ, որը սխալ։ Այ այստեղ էր, որ շատ կարևոր դեր ունեցավ հենց եկեղեցին։ Այ հենց այդ ամեն ինչը հասկանալով է ձեր նշած անձը փորձում է ամեն կերպ որ առաջ այնտեղ ինչ-որ բան ավարտին հասցնել, բայց ի՞նչն է ավարտի հասցնել, ինքը չի երևի չի պատկերացնում թե ինքը ուր է մտել։ Բայց արդյոք նրան որևէ բան կաշկանդում է։ Միջև վերջ գնալու, բոլորին կալանավորելու։ Լավ թող կալանավորի, իր ուզածին հասնելու համար։ Ինչ է փոխվելու կալանավորելով։ Դե կարող են մայրաթորը վերցնել իրենց իշխանության տակ, իրենց ուզած Լավ թող վերցնեն, օհանավանգը վերցրեցին իրենց հսկողության տակ։ Ինչ փոխվեց մեր հայ առաքելական եկեղեցու։ Իրենց կաթողիկոսին կունենան։ Դա էլ չի ասի։ Կաթողիկոսի հետևից նաև հետևորդ պետք է լինի։ Խո այդ կաթողիկոսը ինքնակոչի մեկը չէ, որ բերեն տնեն ասեն, այ ժողովուրդը ուզեց այդ կաթողիկոսն է ձերքը բնտով փաթաթի, ելնի ասի, որ այ ես եմ կաթողիկոսը եւ ես այսպես եմ մտածում։ Վերջին հաշվով այդ ամեն ինչ ինքը հայ առաքելական եկեղեցին ինքը 2000 տարվանի սիրուտ է։ Դա չհնարավոր չէ այդպես քանդել կամ դրա այլընտրանքը ստեղծել։ Մաքսիմումը որ կարող է անել, բերեն ասենք, չգիտեմ, մզգիթներ մի քանի հատ կառուցեն ու սկսեն ադրբեջանական էժան ոսպ ծավալ բաժանել, այդպես ինչ որ մի հատ խումբ հավաքել տանել այդտեղ, որպես այլընտրանք, այլ բան չեն կարողանալ անել։ Իսկապես մենք 2000 տարեկան ինստիտուտ գործ ունենք, որը հազարամյակներով այս ժողովրդի պահպանել է պետականության բացակայության ժամանակ։ Ընտրությունների հետ կապված ասում եք չպետք է սպասենք ընտրություններին, պետք է փողոցային պայքար ծավալվի եւ այլն։ Ուշ չի արդեն։ Երբեք էլ ուշ չի, ինչին է ուշ։ Ցանկություն է պետք է։ Եվ այստեղ մենք նաեւ կգան կրկին կձախողվեն, ինչպես որ եղավ նախորդ 3 պայքարները։ Մենք այդ ցավալի ու դեպքեր ունեցել ենք, մենք նաեւ դրանց հետևանքներն ենք կրել։ Բայց ուղղակի լավ նստել նայել, գնալ ընտրություններին հույս ունենալով, որ մի քանի մանդատ կփախցնես, հետո ազգային ժողովում, չգիտեմ, քեզ կծեծեն, բռնության կենթարկեն, դա լուծում է։ Միանշանակ դա լուծում չի։ Հիմա եթե չի ստացվել օրինակ 2020 թվականին իմ մոտ, թող 2026-ին ստացվի ձեր մոտ։ Ուրեմն նաև մենք այդտեղ պետք է հետևություններ անենք, չէ՞, որովհետև սա իսկապես արդեն իշխանության գալու պայքար չի, վաղուց իշխանության գալու պայքար չի։ Սա երկիրը, ազգը, ժողովրդին փրկելու պայքար է, հավատքը փրկելու պայքար է։ Եվ հետևաբար այստեղ մենք չպետք է առաջնորդվենք այդ սկզբունքով, որ կամ ես եմ, կամ ոչ ոք չի լինելու։ Այ մենք ինչով ենք տարբերվում նույն Նիկոլ Փաշինյանն, ով 2018 թվականին այդպես էր ասում, չէ՞։ Բայց ինչ որ մեկ այդպես ասում է հիմա ընդդիմությունից։ Որևէ մեկը չի ասում, բայց շատերի գործողությունները նաև դա են փաստում։ Այ մենք կարողանանք հենց այդտեղից որ միասնակ չեն միանում դրա համար եք ասում։ Իհարկե։
Այսինքն այստեղ պետք է ռեալ միասնական ճակատ, ոչ թե ձևական Դե մեկ ճակատել ասում է լինի, Փաշինյանի շատ հեշտ կլինի։ Մեկի դեմ կարող օրինակ չթույլատրել մասնակցել եւ այլն եւ այլն։ Իսկ մի քանի խոշոր ճակատներ պետք է լինի։ Գնում ենք ընդրությունների տարբերակով։ Եկեք մի բան մենք մոռանանք ընդրությունները, այդ Փողոցային պայքարի ընդրությունները միասնականության մասին։ հասկանում եք, այդ ընդրությունները կա, ուզենք, չուզենք այդ ընդրությունները լինելու է։ Եկեք մենք մտածենք մեր սեփական օրակարգի մասին, այսինքն մեր խնդիրը պետք է լինի սեփական օրակարգը թելադրելը։ Եվ ոչ թե խաղալ այս մարդու խաղի կանոնները, որովհետև ինքը քարտերը միշտ ինքն է բաժանում, ու խաղի կանոններն էլ ինքը միշտ մտածում է խաղի ընթացքում։ Գնանք լավ, ինչ անենք։ Հա, ձեր ասած տարբերակով, եթե կգնանք ինչ-որ մի հատ ճակատով Եվրոպան կօգնի, կբռնեն, կփագեն, չգիտեմ, կֆինանսավորի, ես կանեն, այն կանեն, կամ վերջում արդյունքները չճանաչի, նորը կանեն, դա կա։ Դա մենք գիտենք։ Իսկ մենք ինչ ենք անելու դրա հակառակը։ Այդ դրա հակառակը անելու խնդիրը մենք ունենք։ Օրինակը լավագույն տարբերակներից մեկն է նորից լուրջ ձևով ամբողջ ուժով բոլորս միասին կպնենք անվստահության գործընթացին։ Եվ դա հնարավոր է, լավագույն տարբերակներից մեկը հենց դա է, որով մենք կկարողանանք այս իշխանությունների խաղաքարտերը խառնել։ Դա լավը չի, լավ, եկեք ուրիշ տարբերակ առաջարկեք։ Բայց այստեղ ոչ թե նստենք, լավ գնանք ընտրություններին, տեսնենք Նիկոլ Փաշինյանն ինչքան մեծահոգի կլինի եւ մեզ ինչ կտա, հա։ Ոչ մի բան չի տա։ Կամ ինքը վարկաբեկված է, հա ինչքան ուզում է վարկաբեկած լինի։ Վերջին հաշվով այս իշխանությունը իր ձեռքին է, ինքը ունի վարչական ռեսուրս, ինքը որոշ դեպքերում տադանվող, բայց գոնե իր հետևորդների բանակը ունի։ Այնպես է չի, որ ինչ-որ բան իրեն խանգարում է կողքից էլ մի քանի խախտումներ անել։ Բայց այսպեսի կարծիք էլ կա, որ այո նրա վարկանիշը ընկել է, առաջին տեղում է, բայց ամեն դեպքում հավաքական ընդդիմության թիվը ավելի մեծ է կազմում, քան Փաշինյանի հարցումներին եթե նայենք։ Հասկանում եմ ես, բայց տեսեք մենք օրինակը, լավ, բերենք այսպես շատ կոպիտ օրինակ անենք, մի 10% ինքը ունի, մի 20% վարչական ունի, արդեն 30% եղավ, չէ՞։ Մի բան էլ խախտումներով կբերի։ Չհաշված այն անձնադրությունների պես մի 30 ուժ կմտնի, դա ցայները կփոշիացնի, դա էլ բոնուսի տեսքով կգա իրեն։ Կամ լավ, այդպես չի լինի, ինքը ընդամենը կհավաքի 10%, այն 90%-ը կդա ընդդիմությանը։ Ու ինքը իշխանություն կդա, հա, կհանձնի հետո։ Դուք պատկերացնում եք, եկեք մի հատ փորձենք ուղղակի մտովի պատկերացնել Նիկոլ Փաշինյանը, հա, շատ քաղաքակիրթ ձևով ժպիտը դեմքին ելնի ինչ-որ մեկի ձեռքը սեղմի, ասի շնորհավորում եմ, դու վարչապետ ես, ես էլ կնամ շորերս հավաքեմ, որ դատվեմ։ Միգուցե որոշները հավատում են, որ ինչպես Փաշինյանն է ասում, եթե ժողովուրդը մեզ չընտրի, մենք կլսենք նրա կարծիքը եւ կհեռանանք։ Ինքը կարծեմ այդպես ուզում էր նաեւ փողոցում Արցախի հարցը քննարկել, բայց չքննարկեց, չէ։ Գնաց մի անգամից ճանաչեց Ադրբեջանի կազմը։ Ինքը նաեւ ասում էր, եթե ես նման բան անեմ, տարեք ինձ պատի տակ կնդագարեք։ Հələ ես էլ ասացի, քեզ չի կարելի կնդագարել, երկար պետք է ապրես, միջև մի քրեական գործի տակ եմ, ինձ մեղադրում են անենցքի համար։ Ախր դուք սկզբից լավ բան ասացիք։ Ինքը չունի որևէ բարդույթներ, ինքը չունի որևէ կարմիր գծեր, ինքը չունի որևէ սրբություն։ Այս մարդուն ուղղակի այսպես նայելու իր հետ փորձել հավասար կանոններով, իր խաղի կանոններով խաղալը անմտություն է, ինքնասպանություն է, ավելին ասեմ։ Մենք այսօր մեզ տանում ենք ինքներս, մեզ տանում ենք ինքնասպանության։ Այլևս մեզ չեն տանում սպանելու կոտրել, մենք ենք գնում։ Չի կարելի, չէ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։